Գլխավոր դատախազության դիմաց մեկնարկել է մայրերի նստացույց՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի, որի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ մտահոգիչ։ Ակցիայի մասնակիցները հայտնում են, որ ուղեղի ցնցում ստացած եւ անկողնում գամված երիտասարդին փորձում են հիվանդանոցից տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։ Հայակվե նախաձեռնության անդամները եւ այլ ծնողներ պահանջում են անաչառ քննություն եւ հնարավորություն, որպեսզի Դավիթն իր լիարժեք բուժումը ստանա տանը, ընտանիքի հոգացության ներքո։ Նախատեսվում է, որ նստացույցը կշարունակվի 1 շաբաթ նպատակ ունենալով հանրային ուշադրություն հրավիրել խնդրին եւ կանխել Դավիթի տեղափոխումը ՔԿՀ։ Այս քայլով մայրերը փորձում են նաեւ զորակցություն հայտնել երիտասարդի ընտանիքին, շեշտելով, որ ոչ մի ծնող ապահովագրված չէ նման իրավիճակներից։ Ամեն դեպքում 18 տարեկան երեխա է եւ վատառողջ։ Ես համարում եմ, որ իշխանությունները պետք է այնքան հմուտ լինեն, որ եւ մեծահոգի, որ տարբերեն իրական բաներին, հանցագործներին, սովորական մարդկանցից, հատկապես երբ որ երեխա է, չի կարելի։ Դուք ճանաչում եք այդ ընտանիքին։ Չէ, չեմ ճանաչում ընտանիքին, չէ, բայց իսկ երևույթին շատ դե երեխա է, 18 տարեկան էլի, ոնց կարելի է։ Ես էլ ունեմ այդ տարիքի համարյա տղա, ու իրանք դե տարիքին բնորոշ լինում են շատ ավելի անզուսպ եւ տաքարյուն, դա բնական է, համենայն դեպս ես համարում եմ, որ պարտավոր են իրան ազատ արձակելու։ Շատ վատ է իրականում Դավիթի իրավիճակը, այնպես չի, որ ինքը մանկողնուց վեր կացավ, կկարողանա տեղափոխել քրեական կատարողական հիմնարկ։ Մեր նպատակը նաև դա է խոչընդոտել, որպեսզի Դավիթը ստանա լիարժեք բուժում հիվանդանոցում մինչև այն պահը, որ ի վիճակի կլինի ենթարկվել դատախազության հրամանին։ Իրենց ոստիկանության կամ քաղաքացիական հագուստով ոստիկանի վրա կախված չէր բեյջ, որ մենք իմանայինք, որ ինքը ոստիկան է եւ մոտ չգնայինք Փաշինյանին։ Հետո այնտեղ այնպիսի վիճակը, որ եկեղեցիում չեմ կարծում լինի ինչ-որ մեկը, որ պատրաստ է ինչ-որ վնաս հասցնել Փաշինյանին, ավելի շատ մենք կմտածենք այնտեղ գտնվող մարդկանց մասին, քան իր առողջության մասին։ Հայաստանի ներկայացուցիչ Արտուր Ավետիսյանը դարձել է սպորտային մանրամարզության աշխարհի բացարձակ գավաթակիր բոլոր փուլերի արդյունքների հանրագումարում։ Նա լավագույնն է օղակների վարժությունում, Փարիզի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արտուր Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում նվաճեց արծաթե մեդալ, մինչև այդ Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում դարձավ ոսկե մեդալակիր։ Նա երկրորդ փուլում անընդմեջ հավասարը չունեցավ իր վարժությունում։ Ապրիլի 11-ից 12-ը Փարիզում կայացած հայկական սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողովի 26 երկրից ժամանած 150-ից ավելի հեղինակավոր գործիչներ ընդգծել են հայության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու առաջնահերթություններ ու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Մասնակիցներին տեսաուղերձով ողջունել են Գարեգին II եւ Արամ I վեհափառները։ Ամենայն հայոց կաթողիկոսը ահազանգել է հայ եկեղեցու դեմ իշխանության հալածանքների մասին։ Խորհրդաժողովը շեշտել է սփյուռքի ռազմավարական դերը, ընդգծել, որ Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի ազգային պետական շահերը եւ նպատակները անկախտելի են։ Նշվում է, որ օրակարգային են մնում Արցախի ժողովրդի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման, գերիների ազատ արձակման հարցերը։ Խորհրդաժողովը դատապարտել է Հայաստանի իշխանությունների սանձազերծած պայքարը հայկական արժեքների եւ հայ առաքելական եկեղեցու դեմ։ Լիբանանի հարավում իսրայելական բանակի դեմ մարտերում զոհվել են լիբանանահայեր Ադամ Գրիգոր Հեքիմյանն ու Մանուել Բաբիկյանը։ Ըստ Մերձավոր Արևելյան զարգացումները լուսաբանող տելեգրամյան ալիքների նրանք մասնակցում էին երկրի հարավային շրջանների պաշտպանությանը։ Երկուսն էլ Լիբանանի միջազգային համալսարանի աշխատակիցներ էին։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Հունգարիայի ընտրություններում երկրի երկարամյա վարչապետ Վիկտոր Օրբանի պարտությանը, նշելով, որ ընդդիմադիր առաջնորդը կանգնեցրեց Հունգարիայի դիկտատուրայի վերածումը։ Հունգարիան ընտրեց փոփոխությունը, շուտով Հայաստանում Փաշինյան տես հույսը միշտ հաղթում է, գրել է նա։ Հիշեցնեմ, որ Օրբանը վարչապետ է 2010 թվականից։ 2012-ին նա է ցմահ դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել Ադրբեջան, իբր դիվանագիտական երաշխիքներ ստանալուց հետո, թե Սաֆարովը կշարունակի կրել ցմահ պատիժը ադրբեջանական բանտում։ Սակայն Բաքու հասներուց ժամեր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան անմիջապես ներում է շնորհել, բարձրացրել է զինվորական կոչումը, տուն է տվել, վճարել 8 տարվա աշխատավարձը եւ հերոսացրել։
Արցախի թեմից հայտնում են, որ Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմը հիմնահատակ ավերել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին։ Համակարգված նպատակային եւ պետական մակարդակով իրականացվող մշակութային այս ցեղասպանությունը շարունակվում է ողջ աշխարհի աչքերի առաջ, որի խոսուն վկաներն են նաեւ հիմնովին ավերված Շուշիի Սուրբ Հովանես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցիներն ու բազմաթիվ այլ սրբավայրեր։ Վերստին կոչ են անում միջազգային կառույցներին միջամտելու դադարեցնել այս ակնհայտ վանդալիզմը եւ կանխել հակաքրիստոնեական արժեք հանդիսացող արցախյան հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացումը։